Ցերնարգի բացումեն դեսայերիզի ցուցադրությամբ ներկայացվեցան հայրենի երաժշտահան Արեգ Լուսինյանի կյանքի հաջորդական հանգրվանները Տեհրանեն Թավրիզ Ղազվին ավանախքին խորհրդային միություն։ Իր ցայնով ներկայացված ինքնագեն սակրականով բազմավաստակ երաժշտահանը հիշեց իր եւ իր ընտանիքին ապրած թարն օրերը նախկին խորհրդային վարչագարքին տակ, ընդգծելով իր մոր աստեցիկ տեղը իր կյանքի հունավորման մեջ։ Դեսայերիզի մեջ Լուսինյան խոստովանեցավ, թե փախտն ու զուգատիպությունը իրենց վճռորոշ տեղը ունեցած են իր կյանքի ուղի ընթացքի մեջ, երբ հորինող երաժշտահան Երվանդ Սարտարյանի միջնորդությամբ գահաճողի մուտք գործել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտանոցը, առանց որ երաժշտական ուսում ունենա։ Լուսինյանի երաժշտական վաստակը օրվան ծնունդը չէ, ան 50 տարի առաջ իսկ արդեն գրած ու հորինած էր Լալային Կարյակը։ Բազմաթիվ գործերու գողքին հայրենի երաժշտահան Արեգ Լուսինյանն նաև հեղինակն է հոգևոր թեմայով բանաստեղծական հորինվածներու, ինչպես նաև մանկաբադանեկան գլուխ գործոցներու։ Ցերնարգին խոսքարավ Ֆարսիականացյան երաժշտական կոլեջի ուսուցիչ Զաքար Քեշիշյան, որ տվել է այդ Արեգ Լուսինյանի հիմնական գործերը, Թրվադիկով անդրադարձավ անոնց մշակութային արժեքին եւ ասկոկուտ ներդրումին հայ կյանքի մեջ։ Ապա Ֆարսիականացյան կոլեջի ուսանողներուն եւ շրջանավարտներուն գոմե ներկայացվեցավ Քեղարվեստական գոգիկ հայդակիրը։ Ցերնարգի եզրափակիչ խոսքով երաժշտահան Արեգ Լուսինյան փեմ բարձացավ շնորհակալություն հայտնելով համասկայնի Լիբանանի ընտանիքին եւ Ցերնարգը գազմագերբողներուն եւ խոստացավ իր հորինումները նվիրել լիբանանահայ գրադարաններուն։